Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքիմ շատ սիրելի հետևորդներ, այսօր ձեր կողմից շատ սպասված եւ հետաքրքիր հյուրերից մեկի գրող ազատամարտիկ Սոսե Նարեի հետ եմ զրուցելու, բայց մինչեւ մեր զրույցը սկսելը պետք է ինչպես միշտ խնդրեմ ձեզ, որպեսզի բաժանորդագրվեք այս ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք ձեր դիրքորոշումը, ձեր կարծիքը այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք հաջորդիվ կքննարկենք։ Բարև ձեզ Նարե։ Բարև ձեզ, ես եւս իմ հետևորդներին եւ ինձ հավատացող վստահողներին նախ շնորհակալություն, որ մեր հետ եք, դուք մեզ ուժ եք տալիս չնահանջելու, պայքարելու մինչև վերջ, ասեմ, որ հանուն ոչ մի բանի բացի հայրենիք ունենալու չենք նահանջելու եւ իմ հերթին կխնդրեմ միացեք մեզ, որպեսզի հետաքրքիր քննարկումներից ձերս չմնաք եւ ձեր հարցերը ուղղեք եւ հավատացեք անկեղծ կպատասխանենք։ Վերջերս Նիկոլ Փաշինյանը, վարչապետը, ասաց, որ Ղարաբաղյան շարժումը ի սկզբանե եղել է պատմական սխալ, այսինքն մեր հանրապետության, երրորդ հանրապետության հիմնադիրների, նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ մյուսների, մեր Արցախյան ազատամարտի հերոսների, Մոնթեի, Լեոնիդ Ազգալզյանի, Դուշման Վարդանի եւ մյուսների այդ սկսած եւ հաղթանակով ըստ էության ավարտած պայքարը ի սկզբանե սխալ է եղել։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Միակ սխալ բանը ընդհանրապես հայոց պատմության էջերում իր ծնվելն է եղել եւ առհասարակ թույլ տալը, որ ինքը փոքր թուրքաճիճուից հասնի մինչև թուրքահրեշ, այսինքն այդքան աճի, որ դառնա հրեշ։ Այնպես որ սխալ ոչինչ չի եղել, եթե Մոնթեն ողջ լներ կասեր տոյիշու գլուխ, դու ով ես որ կարողանաս մեր թափած արյանը գին դնել, այդպես կարող էր մտածել միայն զտարյուն թուրքը, ինչը որ ինքը խոստովանել է, Նիկոլը թուրք է, ես չեմ հոգնի դա կրկնելուց, ու ցանկացած թշնամի ազգի գահը զավթելու ժամանակ ցանկացածս կպահենք մեզ ճիշտ այդպես, եթե մենք էլ լինեինք Ադրբեջանի վարչապետը, ես չեմ կարծում, որ ես այլ կերպ վարվեի։ Նիկոլը թուրք է, հայկական գահը զավթած եւ օր առաջ, ժամ առաջ մեր բոլորի սպարտքն է ազատագրել Երևանը թուրքերից, որովհետեւ Թուրքի խանի վասալը լակեյը հիմա Հայաստանի Բաղրամյան 26-ում է։ Դա իմ անձնական կարծիքն է ու դա չի փոխվի։ Դա կարծիքն է նաև բոլոր կռված տղաների։ Նարե, այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը ինչու է հիմա փորձում խմբագրել մեր պատմությունը։ Լավ, պատերազմը եղել, պարտվել ենք այդ պատերազմում, թե ինքը մեղավոր է, մեղավոր չէ, դա հետագայում դատավարությունը ցույց կտա, բայց ինչու է փորձում մեր պատմական էջերը սևացնել, ու ոչ միայն այդ Արցախին վերաբերող, նաև ավելի վաղ շրջանի մեր պատմական հաջողությունները, ինչ process է, ինչու է այսպես անում։ Նայեք ինչ է կատարվում, բոլոր նրանք ովքեր որ չգիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այն գլխից եղել է Պերևերբովնի, այսպես ասած թուրքերի կողմից, ապա մի մասը մեզանից դա քաջ տեղյակ է, որովհետև ականատեսն է եղել, թե ինչպես է աճել Նիկոլին։ Նիկոլին ես ծանոթ եմ, այսինքն մենք իրար գիտենք 95 թվականից դեռևս ուսանողական տարիներից, Նիկոլը այն տեսակն է, որի համար բացի իր շահից, իր լափից, ուրիշ ոչինչ գոյություն չունի, նա սրբություններ չունեցող մարդ տեսակ է, էակ է, մարդ հասել է հանցագործություն է, եւ բնական է, որ նա պետք է իրեն պահեր այսպես, մի բան եւս, որ Նիկոլը 30 տարի աճեցրել են, այն ովքեր ասում են, դե եթե Նիկոլը կարացել է դառնա վարչապետ, ես ինչպես չեմ կարող այս կողմենքով, դա լրիվ ստից բան է, որովհետեւ Նիկոլը ինքը կամազուրկ, անողնաշար երկոտանի է, որին որ դրսի ուժերը կարողանում են առեսօր իրենց ուզած ձևով օգտագործել հանուն մի փոր լափի։ Հանուն նրա, որ օգտագործելով նաև նրա գենետիկ ոչ հայ լինելը։ Որովհետև Նիկոլը ոչ հայլին չէ, եթե ոչ խամաճի կա արևմուտքի,
եւ դա իր բոլոր պահվածքը, իր միակ նպատակը ծրագիրը, կոմպյուտերին որ ծրագիր ես տալիս ես որոշ ծրագրավորում ու ասում ես ռոբոտին դու պետք է անես սա, չէ, ինքը անում է այդ ֆունկցիան տվյալ չափանիշների մեջ։ Հիմա Նիկոլը ունի կոնկրետ ծրագիր, իրեն տված վճարի դիմաց, ինքը ունի կոնկրետ ծրագիր ոչնչացնելու այն ամենը, ինչը հայկական է, որովհետև արևմուտքին հին ադատներով պետություն Եվրոպայի եւ Արևելքի խաչմերուկում ձեռնտու չէ, որովհետև Թուրանը ձեռնտու է այսօր ՆԱՏՕ-ին, քանի որ Թուրքիան ամենամեծ զորքն է, իսկ հայերը ոսկոր են ուղղակի արևմուտքի կոկորդում։ Կամ պետք է դառնան անբողնաշար, անհայրենի կանսրբություն, ինչ որ ուղղակի խումբ, հա, տենց ապրող այդ խաչմերուկում, կամ էլ պարզապես կաշխատեն ոչնչացնել։ Գոյի խնդիր է։ Այսօր Նիկոլ Փաշինյանին դիմաց մի քաղաքացու ոստիկանները իր տարեցմոր եւ հղի կնոջ ներկայությամբ բերման ենթարկեցին, հետագայում պարզվել է, որ դա S-ով սկսվող եւ R-ով ավարտվող մի բառի պատճառով է եղել։ Ինչպես եք վերաբերվում այս հանգամանքին, երբ որ այդքան թիկնապահներ, թիկնազոր ունեցող մարդը մեկ բառի համար, քաղաքացու մեկ բառի համար նրան բերման են ենթարկում ատելության, խոսքի հրահրման, չգիտեմ, տարբեր մեղադրանքներով, որոնք ըստ էության անհասկանալի են։ Ուղղակի մենակ կխնդրեմ դուք էլ հանկարծ նման բառեր չասեք, չեմ ուզի, որ մեր հաղորդման պատճառով ձեզ էլ հանկարծ կանձերբակալեն։ Չեմ ասի, որովհետև ես Նիկոլին հայհոյում եմ այն ժամանակ, երբ դեռ ոչ ոք չէր սկսել, հիմա այդպիսի հայկական ընտանիք կամ այդպիսի անկախ սեռից, այդպիսի հայ չկա, որ առավոտ աչքերը բացի Նիկոլին չհայհոյի, դրա համար ես արդեն այդպես ասած թարգել եմ հայհոյելը։ Ես անընդհատ ասում եմ Քեմալի պայմանագիրը, ես պայմանագիր չեմ ասում, այլ բառով եմ ասում միշտ մոտիկների մոտ, ասում եմ եկեք սրանց մաքրենք, որ քֆուր չտամել։ Հոգնեցի արդեն հայրել, արդեն չկա այնպիսի մի քվուր, որը որ ասել Նիկոլ արդեն ամենամեծ հայհոյանքն է, դրանից են կողմ ինչ հայհոյանք կարող է լինել, իսկ ինչ վերաբերվում է, որ ինքը սպառնալիք է տեսնում բոլորից մեջ, ինչի Գևորգին մի քանի օր առաջ ընդամենը մի ամիս չկա երևի, մարտի վերջերին բանտարկեցին միայն նրա համար, որ նայել է այնպես, որ վախեցել է Նիկոլը։ Վախկոտներից վախենում եմ, ես միշտ ասել եմ, ես վախենում եմ վախկոտներից։ Նիկոլը շատ վախկոտ տեսակ է, այն ովքեր իրեն ճանաչում են, շատ լավ գիտեն, որ ինքը ինչ անում է իր վախերից։ Օր-օրի մեծանում է նրա վախը ու ճիշտ է անում, որ մեծանում է Նիկոլ, ասեմ քեզ, Թեղլերյանները դեռ չեն մեռել։ Մի խոսքով, Նիկոլ, մեկը ուր փախնես ինքդ քեզանից չես կարող փախնել, դու քո ամենամեծ թշնամին ես, քո ներսի այդ մաղձը քեզ սպանելու է մի օր, այնպես որ քեզ ուրիշ սպանող պետք չի, քո թույնը քեզ սպանելու է։ Ինչ վեր է նրան արդեն ըստ կողքից լուրերի, մենք մեր ասենք ալիքներն ունենք, որ իրանից լուրեր են վերում, ըստ իր կողքի ասենք այդ ախրանա-մախրանաների հոգնել են, որովհետև արդեն օղու մեջ էլ այդ վիսկիի մեջ հիմա արդեն չի կարողանում խեղտել նա իր վախերը, ու այդ ամեն ինչը ընդամենը վախերից է։ Վախերից է այն, որ մեզանից ոչ մեկին օրինակ մի քանի անգամ ինձ ուղղակի այդ գյուղեր չեն թողել մտնել, որտեղ որ Նիկոլը գնացել էր, ասենք, եկեղեցի կամ բան, ուղղակի ճանաչել են ու թույլ չեն տվել ոստիկանները մտնել ընդհանրապես գյուղ։ Այնպես որ այդպիսի բաներից ինքը պերեստրախովկա էլ, նո, բայց դե էդ էլ իրան չի փրկի, չի փրկելու, Քեմալի պայմանագիր, ձեզ ոչինչ չի փրկելու։ Հավատացեք։ Սա ձեր վերջի սկիզբն է, անգամ եթե ընտրվեք, սա ձեր վերջի սկիզբն է, որտեղ ժողովուրդը ատում է իրենց, բայց իրենք անելու են, ես իմ Facebook-յան էջում գրել եմ, ու դա կոնկրետ մեսինջ է, իրենք անելու են ամեն ինչ, որ վերարտադրեն, որտեղ եթե մեր համար դա ընտրություն է, մեր համար դա հայրենապաշտպանություն է, իրենց համար անձնական գոյի խնդիր է, իրենք գնալու են ընդհուպ մինչև արյունահեղության, որ վերարտադրվեն, որտեղ իրանք այլ ելք չունեն։ Բայց այնուամենայնիվ կանխատեսում իրենց իրենց տերերն են վերացնելու, մենք չենք վերացնելու, իրենց հենց իրենց տերերն են ոչնչացնելու, եթե չվերարտադրվեն։
Դա իրենք ընտիր գիտեն։ Այդ եվրոհիստերիան, որտեղ հավաքել էր Եվրոպայի իբրև եւ շատ գիտեմ այնտեղ հանդիպում, այդ ընդհանրապես եվրոհիստերիա էր, լավ տղա խաղալու, ինչը իրեն չհաջողվեց, ավելի այն հասկացողների մոտ ավելի ծիծաղելի իրավիճակում հայտնվեց։ Ծիծաղելի, դարձավ խեղկատակ կոնկրետ, ու շատ ծիծաղելի էր։ Ու եվրոպացիները ուղղակի եկել էին, որ նրան ասեին, որ նայի դու ուրիշ ելք չունես։ Դա իր վախերի արդյունքն էր նաև։ Դա իր վախերի արդյունքն։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս Հայաստանին կարծես ազդանշան տվեց, ասելով, որ հերիք է արդեն կողմնորոշվեք, ի վերջո մեր հետ եք, թե մեր դեմ եք, եւ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մենք արևմուտքի հետ ենք այնքան ժամանակ, քանի դեռ մենք Ռուսաստանի հետ ենք այնքան ժամանակ, քանի դեռ արևմուտքը մեզ իր շարքերը չի ընդունել, կարծես թե Ռուսաստանը այլևս չի պատրաստվում հանդուրժել։ Դուք ինչ եք կարծում, Պուտինի այս հայտարարությունը հետևանքներ ենթադրում է մեզ համար, հետևանքներ լինելու են, թե Փաշինյանին հաջողվելու է իր դիվանագիտության շնորհիվ, այսպես ասած, կոմպլիմենտար քաղաքականություն վարել։ Նայեք, որ ասում են Փաշինյանը, ես հենց ամենասկզբից 18 թվականից ասում եմ, որ Փաշինյանը այստեղ չկա, գոյություն չունի։ Փաշինյանը մի հատ տիկ է, լափի տիկ է, որի հետևում կանգնածները նրան ուղղակի շարժում են, ձեռդ բարձրացնի, ոտդ բարձրացրու, արա սենց, ասա նենց, ինքը խամաճիկ է, իրան ոնց խաղացնում են, այնպես խաղում է, փնտրեք ավելի ուղեղ ունեցող, ավելի հինգել էր նրա հետևում կանգնած, ես չմանրանամ, շատերս դա գիտենք ովքեր են, սա եթերի բան չի, բայց ամեն դեպքում ասեմ, որ Ռուսաստանը չէր սպառնում, Ռուսաստանը նախազգուշացնում էր, Ռուսաստանը գործունյա պրեզիդենտ ունի, նախագահ ունի, որը արդեն իր քայլերով ցույց է տալիս, դա ջերմուկը արգելել են, խմիչք չի արտահանվում, ծաղիկը թույլ չեն տալիս, հիմա մեր խոպանչիները չեն կարողանալու այնտեղ երկար ժամանակով մնալ, մի ամիս կտրվածքով են ընդամենը թույլ տալիս, ասենք եթե քաղաքացի չես մնալ այնտեղ, բավականին արդեն բարդություններ կան, որը որ հիմա էսա խաղողի սեզոնին ոչ մի բան արտահանել չի լինելու, եթե Թուրքիայի սահմանն էլ բացեց, մեռնելու է գյուղատնտեսությունը, այդ որ գյուղացիների շարքերում խեղճուկ կորա գյուղացի տղա է խաղում, այդ կերպարը արդեն իր դեմ է շուռ գալու, հասկանում ես, չի կարելի անել բաներ, անպատասխանատու բաներ, եթե դու երկրի ղեկավար ես, դու պատասխանատու ես ամեն քո շնչած արտաշնչածի համար, ես միշտ ասում եմ, ընդհանրապես ամեն մի հասարակական գործիչ կլինի դա, ճանաչված որևէ մեկս կլինենք, մենք ամեն մեկս պետք է ամեն քայլափոխի մեր կերպարի համար, այն կերպարը, որ կերպարը մենք մեր ժողովրդի մեջ ստեղծել ենք, դրա պատասխանատուն լինենք, որովհետև եթե հետո մեզ պահում ենք տականքի պես կամ պահում ենք հակառակ կերպարի մեջ փորձելով տեղավորվել հանուն մեր շահերի, մենք դրանով մեզ ընդամենը վնասում ենք, այսինքն ոնց որ ես հիմա փորձեմ ձևանալ, ոնց ասեմ, նիկոլական, պատկերացնում եք, ասենք, իմ կերպարի մեջ ինչքանով դա կտեղավորվի, մենք այդ փորձում է ձևացնել խեղճ ու կրակ ու եթիմ գյուղացի տղա, որը վաղուց արդեն իր մասին չի, շատ վաղուց, 16-17 տարեկանից, այդ տարիքից իրեն հայոց մեծագույն տականքները արդեն աճեցնում էին, որպես հակակշիռ Ռուսաստանի, որպեսզի կարողանան օգտագործել, ընդհանրապես ուրիշ ոչ մի բան, ու այն որ փորձում են Վազգեն Սպարապետի սպանությունը ռուսների գրպանը գցել, շպրտել, էդ էլ շատ նենց մեծ բանով կարած, որ ասում են սպիտակ, սևի վրա սպիտակ թելով կարած է, բոլորն էլ գիտեն, որ Կարեն Հունանյանի հետ ընկերություն էր անում Նիկոլ Փաշինյանը, այն մեր տարիքի ծերունդը դա լավ գիտի, այնպես որ թող իզուր իրախաբար տանել բերելը, Լևոնի տղուն մնացածին Վանոյին, որ ես առաջի զոհերից եմ վրա որ գործ ատվել Վանոյին, հետո էլ հիմա ասում է, որ ես ու Գալստյան Արտակը իրար հետ կապ չունենք, այն ժամանակ իրար հետ գործ էին տալիս Դոգի Արտակը, նենց որ թող
սրա նրա գրպանը չշպրտեն իրանց արած կեղտոտությունները։ Ու թող ստիպեն, որ մենք ասենք այդ կեղտոտությունները, մեզ բանտարկելով բան չի փոխվելու։ Նիկոլ, դու արդեն վաղուց քո երգը երգել ես կարապի։ Քարոզարշավի ընթացքի մասին ինչ կարող եք ասել։ Նիկոլ Փաշինյանը տեսակ ինչքան սրտառուչ կերպով ասում էր բոլորից սիրում եմ, ես ձեզ սիրում եմ։ Մի պահ ես էլ ջերմացա, կարծես դուք օրինակ ինչ զգացիք։ Չէ, իմ վրա ջերմություն տվեց միանգամից։ Ես միշտ այս վերջերս առաջ ջղայնանում էի, հայհոյում էի, հիմա արդեն անցել եմ հումորի, որովհետև հիմա բոլորն են ջղայնանում, հայհոյում, ասում եմ, չէ, իմ մոտ միշտ հակառակ ռեակցիան ալնում։ Ուղղակի ես այն օրը գրել էի, ասում էի, Նիկոլ, կլինի գնաս մի հատ մի քիչ էլ քո ցեղակիցներին սիրես։ Այն մենք ենք մեր սարերի մեջ, որ ասում է, այ մարդինց բան պետք չի, ազգական պետք չի է, այդ ոստիկանը։ Հիմա կլինի, որ գնաս մի քիչ էլ քո ցեղակիցներին սիրես, ում սիրում ես, տանում կոտորում ես։ Գնա մի քիչ էլ թուրքերին սիրի, էլի, ահագին լավություն արած կլինես։ Մեզ սիրել պետք չի, դու սիրելը չգիտես որն է։ Դու որ սիրել իմանայիր 4 երեխա ունես, ընտանիք կունենայիր։ Կնիկտել քեզնից չէր փախնի թուրքերի մոտ։ Դե արդեն միավորվել են։ Դե դա կապիկություն չէ, ասեց որ չեն միավորվել, այդ կինը այդ էյակը կենթանակերպի նահանցակիցն է Նիկոլի, ասեց եկել է իր երեխաների հորը օգնելու այս դժվարին պահին։ Այնպես որ միավորում չի։ Իրանք չեն էլ բաժանվել, իրանք հանցակիցներ են։ Իրենք հանցակիցներ են, իրենց անձնականը կոնկրետ ինձ բացարձակ հետաքրքիր չհավատացեք ոչ մեկի անձնականի մեջ, ես ինքը սուրբ չոտեր սամպոչի ու կյանքում ոչ մեկի անձնականի մեջ չեմ փորձում քիթս խոթել, ուղղակի իրենք հանցակիցներ են, անկախ նրանից թե իրենք ինչ են, առանձին տներում են քնում կոպիտ ասած թե իրար կողք, մեզ դա հետաքրքիր չի, մեզ հետաքրքիր է, որ իրենք իրար հետ մեր հայրենիքն են վաճառել ու վաճառում են։ Աննան նրա առաջին զինակիցն ու հանցակիցն է այդ հարցում։ Ու աղբապտուղը ծառից հեռու չի ընկնում, Աննայի գենի մեջ դա կա, դավաճանելը, թողնել վիրավոր ընկերոջը փախնելը, հրաչիկի աղջիկն է վերջի վերջում։ Նենց որ Մարե, դուք գրականության գրի մարդ եք, Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին և Ռոբերտ Քոչարյանին, նաև Գագիկ Ծառուկյանին մեղադրում է, ասում է դուք հայոց լեզու չգիտեք, այ մարդ, դու ընտրարշավ բառը չես կարողանում ասես, այն մեկը ռեայի փոխարեն ռեյ ասում, Գագիկ Ծառուկյանը ունեցել ենք հասկացա հարցը, կներես որ ընդհատեցի, մենք ընդհանուր դասախոսներ ենք ունեցել Նիկոլի հետ ու դե քանի որ ինքը մի տարի է ինձանից ընդամենը մեծ, մենք մի հատ դասախոս ունեինք, որ իրան էլ է դաս տվել ինձել, որը հետո մտավ քաղաքականություն, ցավոք հիմա ողջ չի, երկնային արքայություն իրեն, ես իրեն պաշտում եմ ուղղակի, անունը չեմ ասի, բայց այդ մարդն ասում էր, արա նայմա աչքերիս մեջ, ասում է ես քո դարձից կոլիկ դառա քաղաքական գործիչ, բանը նայում աչքերիս մեջ ու սուտ է խոսում է շիլակոտն ասում է, որ ես կտրվել եմ քաղաքական նկատառումներով, արա դու ասել ես Աբուլալա Մահարին Թումանյանն ա գրել դրա համար ես կտրվել քննությունից, հիմա ես չասեմ իրա գրագիտության աստիճանը, նայեք ես կարող եմ, քանի որ հիմնական կոնկրետ իմ կենսագրության մեջ, ամեն մարդ ասում սկզբից պետք է իրեն նայի, նոր ուրիշի բացերի մասին խոսի, ես իմ բացերի մասին հիմա կասեմ այս պահին, ես կարող եմ հայհոյել, ես կարող եմ պահել ինձ վերջին, ոնց են ասում, փոսի մարդու նման, ամեն դեպքում դա իրա հետքը թողում է, չէ, պատերազմ, բայց միաժամանակ, քանի որ ես իմ տեսակով կշերքել եմ, ես իմ ծնունդով աստղաբանությամբ, ես ունեմ 2 երակ, մեկը դրանցից նա է, որ պատերազմից հետո ստացել եմ բավականին լավ կրթություն, ունեցել եմ բավականին կրթված ընտանիք ու լավ դաստիարակություն ու դա իր հետքն էլ է թողել, այսինքն 2 գիծ, որտեղ որ կարող է մեկ իմ ընկերները խնդում են, ասում են դու կարաս 5 րոպե առաջ լինես վերջին գռեհիկը, 5 րոպե հետո այո ոչ, ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինես, երկրի ղեկավարը պետք է կարողանա ինքնակրթել ու ինքը անգրագետ մնացել է, այն ինքը որ ասում է
Բղինձամոլիբդենային բառը չէր կարում արտաբերել լրագրող լինելով, ինչի մասին է խոսքը, ինչն է փորձում ասել, Սամվել Կարապետյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ռուսախոսությունը, այ ապուշ, նրանք որ սկսեն Առանց ռուսերեն վիրավորանքների, խնդրում եմ առանց վիրավորանքների, առանց հետ էլ ատելության չափաբաժինը շատ է մեր կյանքում։ Հա դե հիմա վիրավորանք ես իրան չեմ ասում, ապուշ բառը իրա սինոնիմն է, այնտեղ վիրավորելու բառ չկա, իրա դեպքում իր անունը արդեն վիրավորանք է։ Բանը ուղղակի ինչն է ասում, ինչը որ բան են արել, նրանք ռուսախոս են, ռուսական դաստիարակություն կամ կրթություն են ստացել, ինք դու էլ հայկական ես ստացել, մինչև հիմա Իջևանի բարբառով ես խոսում։ Մինչև հիմա խոսում ես Իջևանի բարբառով, մի հատ հələ քո լեքսիկոնին նայի, մի հատ քո խոսակցականին նայի, մի հատ քո բառապաշարին նայի, նոր ուրիշներին ինչ որ բան ասա։ Ախր չի կարելի, չէ՞, իր աչքի գերանը չտեսնել, ուրիշի աչքի փուշը ման գալ։ Գիտեք ոնց է, հայր մերից խոսում է մի մարդ, ով որ եկեղեցիներ ավերելու ման է գալիս, ով որ թույլ է տալիս Արցախը ավերած, Արցախը նվիրած թուրքին մարդն է խոսում, որտեղ որ հիմա մեր սրբությունները թուրքը ավերում են։ Հասկանում եք, բաներ կան, որ Դե այդ սրբությունների հետ կապված ասեցին, դե հիմա իրանց տարածքն է, ինչ կուզեն կանեն, հիմա որ Արծվաշենը հետ տան մեզ, ընդեղ մզկիթ լինի, կարող ենք այդ մզկիթը չքանդենք։ Նախ ասեմ, որ եթե Արծվաշենը մեզ հետ տան, հետ չեն տալու, այդ բոլոր հիմարներին, որոնք որ հավատում են, որ կարող է մեզ ինչ որ բան հետ տան, չեմ ուզում դա լինի ինչ որ ինչ որ բան ասած հակահայկական, բայց արժևում եթե մենք Նիկոլի եւ Քեմալի պայմանագրի դեմը չառնենք, արժևում Սյունիքն է։ Սյունիքն է նվիրելու, որ Արցախը նվիրում էր, ես 2018 թվականին կային բոլոր հարցազրույցները, գոռում էի, ասում էի, ժողովուրդ, մի գնացեք դրա հետևից, դուք դրան չեք ճանաչում, դա եկել է Արցախը նվիրելու թուրքերին, չհավատացիք, ինձ ինչ ասեցիք։ Հիմա կրկնում եմ, Սյունիքն է տալու, չասեք դա Հայաստանի մի մասն է, էդ էլ հո Արցախ չի որ տա, նրա համար սրբություն գոյություն չունի, դիմումով գրած 300,000 ադրբեջանական ընտանիք է Երևան բնակվելու դիմում ունի, միջազգային հարթության վրա ու իր շատ սիրելի գրզոնել նրանց համար տներ է սարքում, այնպես որ դա ախր բամբասանք չի, գնացեք տեսեք էլի, գնացեք փորեք տեսեք, ժողովուրդ գնացեք հետաքրքրվեք, իմացեք, ավերում է դրանք զուգահեռ ամեն ինչը հայկական, մտեք մի հատ դպրոցներում տեսեք մի հատ հայկական ինչ որ բան կա, ով որ հերոսների նկարա կպցնում, որ տնօրենը դպրոցում հերոսի նկարապատին կպցնում, հանում են աշխատանքից։ Էրդողանի նկարը գրկած մանա գալիս, ախր լավ չի կարելի այդ աստիճանի, չէ՞ ազգուրած լինել։ Հենց խոսում ենք, ասում են, ում երեխաների հաշվին եք ուզում պատերազմ սկսվի։ Ինչից եք եզրակացնում, որ եթե Նիկոլը գնա պատերազմ է սկսելու։ Ախր Նիկոլը առանց պատերազմ եղերն է սկսվում, չեք տեսնում։ Ժողովուրդ հայեր, չեք տեսնում, որ առանց պատերազմ եղերն է սկսվում։ Այսինքն պատերազմից վախենում ենք պատերազմից, գնում ենք խաղաղ կոտորվելու, հա։ Համաձայն եք ձեր աղջիկներին տակ թուրքերին, մենակ թե չգան ձեր վրա չկրակեն։ Այդ ինչ լոգիկա է, փորձում եմ հասկանալ, ախր մենք վախկոտ ազգ չենք, է։ Ոնց կարող է անդրանիկներ, մոնթեներ ունեցող ազգը այդ աստիճանի ես իմ կորած, մոլորած լինի, շատ գիտեմ ինչ վիճակ ասա, ես խելագարվում եմ արդեն, մեկ առավոտներ զարթնում եմ, մտածում եմ, Աստված կարող ես Հայաստանում չեմ, կամ ես սա երազ ասեմ, տեսա կզարթնեմ, ես ամեն ինչ կպրծնի, կվերջանա։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եկավ, իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, կարծես թե Արևմուտքը ուզում է, որ Փաշինյանը վերընտրվի։ Այս դեպքում Հայաստանի քաղաքացին ինչ կարող է անել։ Հայաստանի քաղաքացին կարող է չընտրել Նիկոլին, Մակարոնի ասածը դեռ շատ քիչ բան է նշանակում, ինչ վերաբերվում է, որ եկավ ստեղ ես իմ ձևացավ բարեկամ երկիր, բոլորս էլ գիտենք, որ Արցախյամ, այդ որ ռուսներին մեղադրում եք, ասում եք Արցախին մատը ինչ տվեց, ոչ մի բան չարեց, հասկանում եք գոնե, որ Եվրոպան
կողքից հանգիստ նայում էր, թե ոնց են Արցախը հայաթափում, Եվրոպան հանգիստ նայում էր, ոնց են վառում, Զելենսկին, այդ որ Զելենսկի եք ընդունում Երևանում, Զելենսկին ուղարկում էր ռումբ, որ ողջ վառեն մեր տղաներին, ու դա իրական փաստարկ է, բոլոր այդ ապացույցները կան, ինչի չեք վերցանում 44 օրյա պատերազմի այդ դոկումենտացիան, որ պետք է բոլոր փաստաթղթերը վերհանեիք, մենք համաձայն ենք, ասում ենք, եթե մերոնցից էլ ասում են, ձեր ընկերներն են դավաճաններ, ասում ենք, բացահայտեք, ես չեմ կարա դավաճան ընկեր ունենամ, եթե դա իմ ընկերն է ու դավաճան է, ես առաջինն եմ նրան կրակելու, ասում են, բացահայտեք, իմանանք ովքեր են դավաճանները, այդ որ այդքան ասում, ինչի չեք բացահայտում, Քոչարյան Անդրանիկ, այդ որ մեծ խոսում ես, իմ տղեն սենց, են մեկերի տղեն ես իմ նենց, այդ քո այդ հանճարեղ տղեն մենակ մի բան կարած հապացուցի, որ տականքից տականքու կեսա ծնվում, ուրիշ ոչ մի բան չհապացուցեց, այդ էլ իրա ծնվելով հապացուցեց, այդ քո գիտնական ճակետավորը, ախր բացահայտ վերցանեք, թղթերը հանեք, ցույց տվեք, ինչի ճողոպրեցիք, եկել էինք ազգային ժողով, որ մտնենք հետներդ խոսենք, Ալեն Սիմոնյան, այդ որ օրը մեկի վրա գնում ես, բողոք ես գրում, սաղից վրա գրում ես, ինչի չես եկել երկու հարցի պատասխան ես, դեմ առ դեմ տղա ես խաղում, ինչի հետևից, ոստիկանապատի հետևից տղա ես խաղում, երկու կնիկ էինք, եկել էինք հարցազրույցի, եկել էինք հարցերի պատասխան պահանջելու, ինչի փախար Զարմի խոդով ազգային ժողովում, ինչի փախակներսն էիք, անես կորակից ու թոզներդ վերացավ 5 վարկյանում, Էնպես որ իրանք են արել, իրանք էլ պատասխանատու են բոլորը, Քեմալի պայմանագրի, ինչ ոնց են ասում, գրասենյակի դուռ բացած, հավաքարարից մինչև գերագույն գլխավոր հրամանատար կոչված տականքը, բոլորը պատասխանատվություն պետք է կրեն, բոլորը հանցակից են, ու եթե մենք Երևանը չազատագրենք, մենք կորցնելու ենք Երևանը, հիշեք, պետականություն ենք կորցնելու, ու սա հիստերիա չի, իրոք կորցնելու ենք, շատ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակ է աշնանը սպասվում, ու այդ որ ասում է սեպտեմբերին պատերազմ է լինելու, նա արդեն գիտի ինչ է լինելու, նա գիտի ու շատ լավ գիտի, որ դա Հայաստանին չի վերաբերում, դա աշխարհաքաղաքական խաչմերուկին է վերաբերում Կովկասյան, ցանկացած ռազմագիտությունից հասկացող մարդ դա տեսնում է, Այ դուք ընդդիմադիրները հաճախ ասում եք, որ Նիկոլ Փաշինյանը աջակցություն չունի, ես այսօր տեսա, որ հայտնի դերասան Ռաֆայել Երանոսյանը քարոզարշ է վերանում, տենում եք մտավորական մարդիկ ևս աջակցում են Նիկոլ Փաշինյանին, Հիմա ես ասեմ, նախ ինձ շատ են այդ հարցը տալիս, օգտվեմ առիթից ասեմ, որ այո, ես հականիկոլական եմ, բայց մտավոր, մտադրված, եղել են առաջարկներ, ոչ մի ցուցակում չեմ ընդգրկվել, ոչ մի ցուցակով չեմ գնացել, մի պարզ պատճառով, որ ազգային ժողովում այս պահին եւ Նիկոլի հետ եւ առանց Նիկոլ այս հատվածում անելիք չկա, այդ թատրոնի նախբեր ես մասնակից չեմ լինի, որովհետև դա անկապ սցենարով ինչ-որ հիմարություն է, ընդհանրապես պետք չէր Դավաճանի հետ, Թուրքի դրածոյի հետ, Նիկոլի հետ գնալ ընտրության, պետք չէր, սխալ էր դա, պետք էր ասել գնա, մաքրվի ու վերջ, պետք էր պարզապես ոնց ինքը փողոցով եկել էր, այնպես փողոցով իրեն փողոց շպրտել, բայց դե որ գնացել են, որ ասма խաղը պարտադրել են, ուրեմն պետք է խաղանք մինչև վերջ, այո ընդդիմադիր եմ, որովհետև քանի դեռ Նիկոլը կա, քանի դեռ թուրքերը զավթած են հայոց հաղթողների գահը, ես որպես ինֆիդային պարտավոր եմ ատամներով պաշտպանել իմ հայրենիքը, ինչ վերաբերվում է մտավորականներին, դե հիմա ասում ես մի հայհոյի, ես էլ չեմ հայհոյում, բայց արդեն հասկացար մտավորականը ունի նաև իր երկրորդ բառը, միշտ էլ եղել են վաճառված տարբեր ոլորտերում, մտավորականները բացառություն չեն, մտավորականները ցավոք սրտի ես վերջերս շատերն են վաճառված, ու այդ գնացողները չգիտեմ ովքեր են, բայց մտավորականների մի մասը բացարձակ ոչ թե ինչ-որ համոզմունք ունեն, որ Նիկոլը ճիշտ է ու գնում են քարոզարշավ, այլ Նիկոլը լավ վճարում է, ես դա տեղյակ եմ, անգամ ինձ էին ասում, անգամ ին վրա էին փորձում գին դնել,
Ես դա լավ գիտեմ, եւ գրողների միությունից գիտեմ, մշակույթային ֆոնդից գիտեմ, որ բիձեք հավաքվում են, իբր թե մշակույթ են պահում։ Այդ նաեւ գիտեմ, մի քանի նկարիչների պահով գիտեմ, որ բոլորին առնում են, կամ պրոստը կոմպրոմատներով փակում են բերանները։ Վատագույն դեպքում, լավագույն դեպքում չակետավոր ուղակի գին են դնում ու առնում են։ Ցավոք սրտի, դժբախտությունս իրենց դեռ կանք մենք չենք վաճառում, չենք վաճառվելու Նիկոլ։ Դու 4-5 անգամ արդեն փորձել ես կաշառել էլ, առնել էլ չի լինելու։ Դու պետք է գնաս Զիբիլանոց, Զիբիլի տեղը Զիբիլանոցն է։ ՀԲ։ Դա 100%-անոց։ Հարգելի Նարե, հետևենք պրոցեսներին, ես շնորհակալ եմ այս հետաքրքիր եւ օվանդակալից զրույցի համար, իսկ մեր հետևորդներին կրկին պետք է խնդրեմ, որպեսզի անպայման բաժանորդագրվեն ալիքին, հավանեն տեսանյութը եւ գրեն մեկնաբանություններ։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, միացեք մեզ, միացեք մեր քննարկումներին, պարոն Սիմոնյանի հետ միասին կաշխատենք անպայման ձեր բոլոր հարցերին պատասխան, եթե չունենք էլ փնտրել, գտնել ճիշտը ու հաստատ մենք ձեզ չենք կեղծում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ եւս։